Բարև ձեզ, եթերում ենթատեքստ հաղորդումն է եւ մեր հյուրն այսօր Վահե Էնֆիաջյանն է։ Հավատա, վստահիր, պահանջիր։ Այս կարգախոսով եք դուք գնում ընտրությունների։ Հավատա, վստահիրը հասկանալի է, հավատում են, վստահում են եւ ընտրում են ձեզ։ Պահանջիրի մեթոդաբանությունը ինչպես եք պատկերացնում, ինչպես են հետո հետադարձ կապը ընտրողների հետ պահվելու, թե ձեր անձնական մակարդակով, եթե կուսակցության մակարդակով։ Մենք մեր քաղաքացիներին ներկայացնում ենք ծրագիր եւ այդ ծրագրով ամփոփված են 36 հիմնական կետերը, որտեղ ամփոփված են ամենատարբեր բնագավառներում, ոլորտներում մեր երկրում սոցիալական տնտեսական իրավիճակը բարեփոխելու ծրագիր եւ այդ իսկ պատճառով նաեւ մեր քաղաքական թիմը ներկայացնող անձինք ներկայացնում են ծրագիրը, ներկայացնում են այն անհատները, որոնք որ կադրային մեծ ներուժ որպես մասնագիտական անցած ճանապարհի փորձառություն մեր քաղաքացիների համար կարևորված է եւ ներկայացնում են այս հանգամանքը եւ ասում ենք հավատացեք, վստահեք եւ պահանջեք։ Մենք մշտապես գործել ենք հրապարակային եւ այս պարագայում էլ պահանջելու մասով Եթե մենք ունենանք բավարար մասնակցություն խորհրդարանում, համապատասխան ոլորտներում կառավարության, մենք բնականաբար կարողանանք մեր ծրագրերը իրականություն դարձնել եւ այդ իսկ պատճառով էլ մենք ներկայացնում ենք այս կարգախոսը եւ վստահություն ներչնչող կարգախոսը, քանի որ մեր անցյալը մեզ թույլ է տալի նման ձևակերպումներով հանդես գալու։ Քարոզ արշավի սկզբում Կոտայքի մարզի իր հրապարակային ելույթում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տնտեսության առողջացման, բարեփոխումների, բարգավաճման համար երկրի անհրաժեշտ են մեծ ներդրումներ եւ ներդրումների համար կարեւոր են անձնական կապեր, այսինքն անձնական երաշխիքները։ Նա նշեց, որ Բարգավաճ Հայաստանը ունի բազմաթիվ ներդրողներ, որ անձնապես ճանաչելով իրեն արդեն իսկ խոստացել են մեծ ներդրումներ։ Հնարավոր է արդյոք նշել այն ծավալները, որոնք Հայաստանի Հանրապետությունը կարող է ակնկալել առաջիկայում։ Մենք գտնում ենք, որ այո, քաղաքական փոփոխությունները մեր իրականության մեջ այլևս իրողություն են եւ մեր երկրի քաղաքացիները եւ մեր պետության համար անհրաժեշտ են տնտեսական փոփոխություններ եւ հեղափոխական փոփոխություններ եւ դրա համար էլ ասում ենք ժամանակն է տնտեսական հեղափոխության եւ կարծում ենք եթե տնտեսական հեղափոխություն մեր երկրում կայանա, մենք ունենանք նոր քաղաքական մշակույթ եւ սոցիալական տնտեսական նոր որակներով պետություն եւ ժողովրդի համար ընկալելի քաղաքականություն։ Տեսեք, քիչ ժամանակ է անցել Երևանի ավականու եւ քաղաքապետի ընտրություններից, որտեղ ծրագրի մասին էր խոսվում, բնակաշինական, սոցիալական իր մեջ տարեր պարունակում, երբ որ մատչելի բնակարան ծրագրի մասին էր խոսվում եւ մեր իրականության մեջ պետական ծրագիրը իրականում աշխատավարձ է, եթե համադրենք միջին կամ նվազագույն աշխատավարձի, որովհետեւ մատչելիություն չի ապահովում, բայց մենք առաջարկում էինք մատչելի իրոք բնակարան ծրագիր քաղաքացիներին ներկայացնում ենք եւ քանի որ գիտեք ավական ընտրությունների արդյունքը եւ պատկերը ինչպիսին էր, այդ ծրագիրը այսօր շատ լավ կիրառության մեջ արդեն իսկ առաջին քայլերը արված են եւ Աբովյան քաղաքում շատ շուտով արդեն կունենանք բնակարաններ, որոնք որ նախատեսած են Աբովյանի բնակիչների համար, մարդկանց համար, ովքեր ցանկություն կունենան վերադառնալու Հայաստան եւ իրենց կյանքը, իրենց գործունեությունը շարունակեն Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ծրագիրը սոցիալական առումով շատ կարեւորված է եւ կարծում ենք աշխարհագրական դիրքը պետք է հնարավորինս ընդլայնենք եւ բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի այդ ծրագիրը ամբողջ Հայաստանի տարածքով կարողանա գործի եւ մայրաքաղաք Երևանում միևնույն ժամանակ այդ ծրագիրը գործի։ Դա բնակարանային մասով, իսկ արդյունաբերության առումով ինչ կասեք։ Բազմաթիվ անգամներ առիթներ ունեցել ենք, որ մեր երկրի ներկայացուցիչ տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ արտաբերում են այն գործոնը, այն հանգամանքը, որ պետք է ներդրումներ ապահովելու համար կապեր ստեղծել, նախադրյալներ ստեղծել, աշխատատեղեր ստեղծել եւ մինչդեռ մարդիկ դրա մասին խոսում են, Գագիկ Ծառուկյանը իր անձնական կապերով արդեն իսկ այդ նախադրյալները ի կյանք է կոչել, մասնավորապես գիտեք, որ վերջին այցը Քուվեյթի շեխի Հայաստան, ով մասնակցեց տեքստիլ այդ գործարանի բացմանը եւ գիտեք, որ նաեւ տեքստիլ ամբողջական քաղաք է կառուցվում հիմա Orange-ի այդ վերևի հատվածում եւ այդտեղ լինելու են հարյուրավոր եւ նաեւ ծրագրեր կան, որտեղ հազարավոր մարդկանց աշխատատեղերի նոր բացման նախադրյալներ կան, մասնավորապես մետալուրգիայի վերամշակման, Հայաստանում արտադրության, արտահանման փուլային ինքը իր մեջ պարունակություն ունի։ Հնարավոր չի արդյոք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված չլինի խորհրդարանում, սակայն քաղաքական իրավիճակը լինի այնպիսին, որ դուք կարողանաք ներկայացնել այդ երաշխիքները եւ ձեր ներդրողները վստահեն եւ բերեն այդ գումարները
Հայաստան։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում եւ ոչ այդքան տնտեսական զարգացած երկրներում նաեւ գործոնը քաղաքական երաշխիքների, պետական երաշխիքների, անձերի երաշխիքների գործել է, գործում է եւ հետագայում էլ գործելու է եւ տվյալ պարագայում Գագիկ Ծառուկյանը լավագույնս Հայաստանի Հանրապետությունում այս առաքելությունը կարողանում է իրագործել եւ առաջիկայում մի քանի ծրագրեր, ինչի հետ կապված արդեն առիթ ունեցա խոսելու, պատրաստակամությունը կա, ընդ որում ծրագրեր կա, որի մեկնարկը արդեն իսկ տրված է եւ հետագայում նաեւ լավագույնս կարողանանք ավելի լայնածավալ գործունեություն ծավալել, եթե այդ հնարավորությունը եւ մասնակցությունը պետական իշխանությունում նաեւ տվյալ ոլորտներով կզբաղեցնենք, որովհետեւ այն ներդնողները, որոնք որ այլ երկրի ներկայացուցիչներ են, նրանք ունեն բիզնես շահեր եւ ուզում են որոշակի երաշխիքներ նաեւ պետական մակարդակով, քաղաքական մակարդակով, ինչի հետ կապված եւս առիթ ունեցանք խոսելու եւ այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ծանրակշիռ մասնակցություն ունենալու, որովհետև մենք գտնում ենք, որ այս կայուն մասնակցությունը եւ կայուն զարգացումը փոխկապակցված գործընթացներ են։ Ներքին վստահություն ունենք, որ այնուամենայնիվ մեր մասնակցությունը բավականին ներկայանալի կլինի խորհրդարանում եւ այն կապերը, որոնք որ ունենք, լավագույնս կարողանանք կիրառել, որպեսզի մեր երկրում տնտեսական, սոցիալական փոփոխություններ կարողանանք արձանագրենք։ Բնականաբար դա մեզանից կախված չէ, այլ երկրի քաղաքացիների համար է շատ կարեւոր, որպեսզի քաղաքական եւ պետական մասնակցություն դու ունենաս նաեւ, որպեսզի կարողանան նրանք էլ ավելի անկաշկանդ ձևով ներդրումներ իրականացնել, որովհետեւ ֆինանսական մեծ հոսքերը պահանջում են երաշխիքներ։ Ամերիկյան Գելոպ ընկերության հարցումների համաձայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնելու է խորհրդարան եւ այնտեղ ներկայացված է լինելու 10 հոգով։ Գելլափի այլ հեղինակավոր կամ որոշ մարդկանց համար ընկալելի կամ անընկալելի կամ անհեղինակ կազմակերպությունների կողմից վերլուծությունները չեն ամենակարևորը։ Ես գտնում եմ, որ քարոզ արշավի ժամանակահատվածում յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր խոսքից, մտքից մարդկանց մոտ տպավորություն է թե դրական, թե դեպի բացասական կողմը տանող զգացողություններ արտնասնում եւ օրեր կան միջև ընտրությունները։ Ես կարծում եմ այս ժամանակահատվածը աշխատելու համար բարենպաստ ժամանակահատված է եւ մենք պետք է կարողանանք լավագույնս ներկայացնել մեր ծրագրերը։ Մենք կգործենք այն ձևաչափով, այն ուժով, այն ներուժով, այն լիազորությունների շրջանակով, որով որ մեզ կգործի խորհրդարան մեր երկրի քաղաքացին։ Եթե խորհրդարանում լինեք երկրորդ ուժը, կգնաք կոալիցիայի։ Քանի դեռ տեղի չեն ունեցել խորհրդարանական ընտրությունները, քանի դեռ չգիտենք, որ քաղաքական ուժը ինչ համամասնությամբ է ներգրաված խորհրդարանում, մենք նման հարց մեր քաղաքական ուժում չենք քննարկում, ինչից որ կբխի մեր ժողովրդի եւ պետականության շահ, այդ շահերից առաջնորդվելով մենք կգործենք։ Խոսեցինք տնտեսությունից, կուզեի իմանալ ինչ փոփոխություններ եք նախատեսում մյուս ոլորտներում, ձեր ծրագրային դրույթները խնդրեմ, սկսենք Արցախյան հարցից։ Արցախի կարգավորման հիմնահարցի հետ կապված բազմաթիվ առիթներ մենք ունեցել ենք, ասելու, որ բացառապես տեսնում ենք հարցի լուծումը խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահների սկզբունքները մեր համար ընկալելի են եւ այս հարցում առանցքային դեր ու նշանակություն ունի Արցախի ժողովրդի կամքը, Արցախի ժողովրդի իշխանությունների կամքը, արտահայտությունը եւ այս գործոնները ամբողջական համադրելով մենք պետք է կարողանանք խնդրի լուծման ճանապարհը հարթել։ Այսինքն այս ուղին պետք է պահպանվի։ Բանակցությունների ճանապարհը անխուսափելի են, ռազմական ճանապարհով խնդիրը չի կարող լուծվել, դա տանելու է երկու պետությունների եւ ժողովուրդների համար փակուղի, ինչը եւս գտնում ենք, որ անթույլատրելի է, դա ունենալու է հետևանքներ թե մեր երկու ժողովուրդների եւ պետությունների համար, թե առհասարակ տարածաշրջանի համար։ Արտաքին քաղաքականության ուղղությունները որոնք են։ Արտաքին քաղաքական ուղղությունների հետ կապված եւս առիթ ունեցել ենք խոսելու, ասելով, որ մենք պետք է կարողանանք ճկուն զարգանանք եւ ճկուն հարաբերություններ ունենանք աշխարհակենտրոն քաղաքականություն վարող երկրների, պետությունների հետ եւ այս ամեն ինչով հանդերձ մենք պետք է ավելի մեծ նպաստ բերենք, որպեսզի մեր փոխհարաբերությունները Ռուսաստանի Դաշնությանը, ԵՏՄ փոխհարաբերությունները ավելի ընդհարցակվեն։ Կրթության մեջ ինչ փոփոխություններ եք նախատեսում։ Կրթական բարեփոխումների հետ կապված, եթե մենք վերցնենք առանձին հանրակրթական, թե բարձրագույն ուսումնական հաստատությունները, թե հետբուական կրթությունները, դրանք լրիվ տարբեր ընկալելիություն եւ քաղաքականություն վարելու առարկա են, եւ եթե դրանից էլ ավելի խորը նայենք գիտության ասպարեզը, պետք է իրականությանը եւ արագ զարգացող
համաշխարհային այս տեմպերի մեջ մենք համադրելի գործողություններով հանդես գանք։ Որպես մոտեցում մենք պետք է կարողանանք մեր գիտելիքները ապահովել մրցունակ որպեսզի լինեն, մրցունակ լինեն ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ գիտելիքների փոխանակման առումով եւ ոչ միայն տարածաշրջանի առումով, այլ ամբողջ աշխարհում մենք պետք է մրցունակ լինենք եւ պատահական չի, որ մենք բազմաթիվ առիթներ ունեցել ենք եւս ասելու, որ մեր մարդկային որակները, հայ ազգային տեսակը բավականին ինտելեկտի առումով տարբերվող է եւ սա պատահական չէ, մենք պետք է կարողանանք անձի գործոնը, գիտելիքահեն տնտեսության ասածը Հայաստանի Հանրապետությունում արմատ գցի, որպեսզի մենք հետագայում կարողանանք իրոք ավելի լավ եւ կիրթ Հայաստան ունենանք։ Փաստորեն կրթության մեջ բավականին լուրջ փոփոխություններ են նախատեսվում։ Հայաստանի Հանրապետությունում տարբեր բուհեր կան, գիտեք պետական, մասնավոր, նաև այլ երկրների ներկայացություն կա, բայց տարբեր բուհեր որպես մասնագետներ պատրաստում են տնտեսագետների, սա խոսքը չի գնում 1, 2 կամ 10 տարի, տասնյակ տարիներ այս քաղաքականությունը վարվում է, ընդ որում պետական որպես քաղաքականություն, տեսեք Երևանի պետական համալսարանը, նույն ժողը, նույն մանկավարժական համալսարանը, ագրարային համալսարանը եւ մասնավոր բուհերը եւ ասցի ներկայացուցչական բուհերը, բայց արի ուտես, որ մեր երկրում այն մասնագետները մենք չենք կարողանում ունենալ, որոնք որ ներկայիս իրավիճակից կարողանան ստեղծված իրավիճակը փոխել, բարեփոխել։ Բազմաթիվ խնդիրներ ներկայացրեցիք, պարոն Էնֆիաջյան, ինչու այդ բարեփոխումները չէիք նախաձեռնում, երբ երկրորդ ուժն էիք ազգային ժողովում։ Ես կարծում եմ ներկայ իրավիճակի հետ կապված բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ խորհրդարանական ուժերը, մեկ անձը, մի քանի քաղաքական ուժը այնուամենայնիվ այն ներգրավվածությունը քաղաքական չեն ունեցել, որպեսզի լայնածավալ գործունեություն կարողանային իրականացնել։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում նոր իրավիճակ է, ամենակարևորը մարդիկ ազատ են իրենց ընտրության հարցում կամ արտահայտությունների հետ կապված եւ պետք է գնան ընտրություններին իրենց համոզմունքներով եւ գործուղեն խորհրդարան այն քաղաքական ուժերին, ում որ վստահում են, ում որ տարիներ շարունակ այդ ձեր կողմից էլ մատնանշած մի քանի խնդիրներից եւ վերջացած մնացած տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խնդիրների իրենց լուծման բանալին տեսնում են այդ քաղաքական ուժի մոտ, պետք է վստահության քվե տան եւ պահանջեն։ Եվ իմ վերջին հարցը, պարոն Էնֆիաջյան, ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեզ պիտի ընտրի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն իսկ հեղափոխությունը արել է, քաղաքական հեղափոխությունը իրողություն է մեր երկրում եւ տնտեսական հեղափոխության ժամանակահատվածն է, կայուն քայլերի, գործողությունների եւ զարգացման ժամանակահատվածն է։ Իսկ մեր ծրագրային դրույթները ամբողջությամբ ամփոփում են իրենց մեջ հենց այդ գործառույթները եւ մեր քաղաքական թիմը լավագույնս կարողացել է բազմաթիվ անգամներ ապացուցել, որ մեր խոսքը գործ է եւ այն ծրագիրը, որը որ մեր պատասխանատվության տակ է, անպայման հաջողություն է ունենում։ Մենք մեր երկրին ներկայացնում ենք մեր երկրի քաղաքացիներին տվյալ ծրագրերը, տվյալ կադրային ներուժը, որոնք որ պատրաստ ու պատրաստակամ են այդ ծրագիրը իրագործելու։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու եւ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։